շնորհակալ եմ, որ այս թվով, այս մտնոլորդով խոսասել, Եվրոպայով, շնորհակալ բավական անցեր չգրցան կալ, բայց մենք խոսենք և ուրախսուալ մեր կիկը վիդեոներ անք, քիչ ևը արդեն ուրախախվարի և սրդի խոսքը իդի արդարայով, գետրոնագարի մասին, ես մի մանրամասն պանով իդի տեշտեմ, մենք գետրոնագարի համար foundation մգազվեցինք, որպես տրամ հավաքենք և ուարգենք իրենց, ասոր բաճարը լսած գնակ ուղալ, անցյալ դարվում վերջը, անցմը, Սեն Դիեգոյեն, անես աղպարիգին հետ կապնվեցավ, և ասավ, որ մոտ $15,000 ամեն ամիս ու շենքերեն եղող վացքը նվիրատություն գնե ոսայում իրկյան։ Oh my God! Oh my God! Surprise! Asiga surprise! Asiga surprise! Ինքը առաջարկեց, որ Եվրոպայանի համար այս հաստատությունը գազմեն և գազմեցին, բայց ինքը անհերացավ։ Հիմա մեջտեղ չկար։ Այնպես որ հաստատություն ունի, որ շատ գործունեություն չկա, չունի, քանի որ ուրիշ ձևերով գնալ Եվրոպայանի նվիրատվություն ունեն։ Եվ ասկի երեք շաբաթ առաջ Եվրոպայանը ինձի նամակ եկավ, իմեյլ եկավ, այդ բանով, որ բավական դժվար վիճակի մեջ է, ինչպես որ ամեն տարի, և մեզ օգնություն կսպասեն, ինչ որ կարենանք, եթե կարելի է, թե ոչ, no problem, բարի եկաք, շատ շնորհակալ եմ, բարի եկաք, շատ ուրախախվալի, եթե Հերման չերիքին, որ ինձի արիք տված է, որ կարենամ խոսիր կետրոնական վարժարանի ինչ պայմաններու դա քիմնասլվար գլալու մասին հարգավտե կարճ պատիճան։ Ասկային կետրոնական վարժարանի 139-րդ տարի է իվեր, վարժարանը 199 տարի է իվեր, ոսահայության մտավորական գյանքի մեջ գրված է այնպիսի դեղմը, որ լիականան արժանորումը չկատարված դագավի։ Ետրոնական վարժարանը միայն կրսական հաստատություն չէ եղած։ Անց չեր դորում մասնակցած է հայ աշխային կյանքին գրեթե բոլոր երեսակներում։ Մեր սիրելի վարժարանին հիմնարկության մասին բոլոր սալպաներում իմացած եղավ նսած է և կամ կարդացած է։ Այդ Թուրքիո պայմաններում մեջ մեզի չէ տրված իր հիմնարկության ֆոն վարժարը, որով ասկե դարիներ առաջ ետրոնագարչիների երրորդ համակոմարին այժնություն մասին խոսեցա և վարժեցի իրականությունը, որ հավանացած ալիև։ Բայց կնադելով հանդրեց խնդրեցին ինչմե, որ չհրադարագեմ, որովհետև Թուրքիո մեջ թե իր գոյությունը պետք է շարունակել իր մեր սիրելի վարժարանը։ Ինչպես գիտեք, ասկե մի քանի տարի առաջ կետրոնականն ահաբեկիչներ գահստի միսողներ եղան։
Ինչպես գիտեք, 1000 կենտրոնական դեղը ժամանակին դպրոց մոկա, նախագահտարան մոկա, այդ նախագահտարանը իր գոյությունը դրեց որոշ ժամանակ, բայց իրականության մեջ մենք Oslo մեջ ամենին կարևոր բանը խավարան եկած աշակերտներուն տեղ փանալ պետք է։ Ադոր համար պետք է ժողովներ խոմարվեցան և այդ ժողովներու մեջը ամենեն կարևորը Ստեփան Փափազյանն է։ Ստեփան Փափազյանը, որ այդ դպրոցին, այսինքն նախագահտարանի դեսուչն է, ինքը ուզեց, որ ավելի լայն գերբով Անադոլիեն, այսինքն հայկական խավարները երիտասարդներ թոքան և անոնց զարգացնեն։ Ուրեմն, երբ որ 1874-ին, երբ որ Ներսես Վարդապետյան պատրիարք եղավ, իրեն թիմեց, որ կենտրոնական վարժարանը պետք է հիմնվի։ Այս կենտրոնական վարժարանի հիմնվին համար նախ և առաջ պետք է տրամ ունենալ։ Եվ այդ տրամը չգրցան ունենալ, որովհետև բան չէ, շատ կարևոր չէր իրենց համար այնանել, որովհետև տրամ չուներ։ Այդ տրամը ինչպես պիտենեին, ժողովներ գումարեցին և մեզահարուստները տրամ գործեցին, իբր թե պատրիարքարանի համար նորոգության համար։ Հարգալտեր որոշ ժամանակներով 1878-ին, երբ որ ռուսական պատերազմը եղավ, այդ ռուսական պատերազմին մինչև Այաստոֆարոս, այսինքն Եշուտյուն եկավ ռուսները, և մեր պատրիարքը քնած իրենց կովը և ուսավ, որ հայերուն համար պետք է նոր պարերը, գարտացությունները ունեին Անադոլիի մեջ։ Անադոլիի մեջ չգրցան ունեն պանալալով, ութումվեցան 16-րդ պանալալով, ռուսները իրենց կոնտրոլի դատ բիդարնեին։ Բայց անգլիո և ֆրանսացիներուն կորզին չեղավ, ուրեմն իրենք որոշ ժամանակներով Բերլինի վեհաժողովը վրին։ Բերլինի վեհաժողովին անանենը Ներսես Վարդապետյան պատրիարք գրգեց մնաց չելազը Ստեփան Փափազյանն որեն զարմեի և նվնան Խրիմյան այրիկը։ Խրիմյան այրիկը երբ որ կնած չգրցավ արդուր ունենալ, որովհետև երկաթե շերապ կուզեր, որ այլին թուղթե շերապ էր և չունտունվեցավ։ Ուրեմն 11-րդ հոդվածի մեջ անգլիո և մյուս երկրներով կոնտրոլի դատ Հայաստանի հին խավարներով հայերուն կոնտրոլին համար, որ թուրքերուն կեր։ Ուրեմն չգրցավ ըլնալ և 1886 թվականին 85 և 86 թվականներում արդեն Աբդուլհամիդը սկսավ բաներու համիդիերներու բանով հայերու չարթել։ Բայց մի չարտ կենտրոնականին համար շողովներ եղան, չա եղան, նա եղավ, չգրցավ բանուղավ և ի վերջո Ներսես Վարդապետյան պատրիարքը չգրցավ տեսնալ կենտրոնականին բացումով և այդ ձևով 1886 թվականին և կենտրոնականը բացվեցավ։ Բայց կենտրոնականը ինչու բացվեցավ, նախ և առաջ սակայն, որովհետև հանով չգրցան
բացումը ամենեն կարևոր հարցերը մեկը նոր այսին Անադոլի մեջ այս չարթերում արգելք լալու համար մեր երիտասարդներ հասցրել են։ Արդեն ժամանակին, երբ որ դպրոցի փաչումը գիտելա Ստեփան Փափազյանին ոստիկանապետի ստացել Փափազյանը պետք ու աշակերտներ կաթացնել դուրսկոր եւ Անադոլը բիրը գրգես արդյոք ինչ նպատակով բիրը գրգես ասում գեսերով արդեն նվարագը հայտնի է կենտրոնական փոխումով թե մեկ կողմեն աշակերտները թե ուսումնարների եւ թե մեկ կողմեն բանի այսինքն ժողովուրդը ավելի զարգացնելու համար աշխատություններ միտունել ուրեմն նկատի արեք որ 1887-ին երբ որ Համիկյան բաները ներով բանի մեջ ջրևի մեջ երբ որ չատան կուսակցությունը կազմվեցավ ուրեմն այս կենտրոնական բաները կենտրոնական սիդերեն մեկ մասը բանին այսինքն կուսակցության հետևորդներ եղան երբ որ 1890-ին երբ որ դաշնակցությունը մեջտեղ եղավ անոր նորեն կենտրոնական սիդերեն մեկ մասնավ նորեն անոնց հետևորդներ եղան եւ սկսան աշխատել այսինքն մեկ կողմեն կենտրոնականը ոչ թե միայն բան հասցնել այսինքն դոկտոր կամ քիրուրգ կամ բան հասցնել այլ նույն ժամանակ իջնող հերոսներ այսինքն եւ ժողովրդին համար աշխատող կապաներ մարդիկ այսինքն անոնք հասցնել ուրեմն աստեղով կենտրոնականը որոշ չափով իր աստեցությունը գրավ բաներով բանի վրա այսինքն ուսակցության հետևորդներուն հրաշքորդը ֆերայներում գովա աշխարհողներ արել ինչ որ է այսինքն մեկ կողմեն կենտրոնականը երբ որ փաստվեցավ կենտրոնական բանը մուտայնությունը շատ կարևոր է որովհետև ամենայն կարևոր բաները մեկը Արգարյանի եւ Մինաս Չերազի հետևորդներն էին պահապաններն էին ասել երբ որ կենտրոնական արդեն կենտրոնականի դες դպրոցներ կային Անադոլիի մեջ, բայց ամենակարևորը Բոլսո մեջ եղած էր, որովհետև Բոլսո մեջ ավելի ազատ էին, ավելի ազատ ձևով գրնային զարգացնել բաները, աշակերտները։ Ուրեմն անոնցում է օրինակ համար 20 նախավարներում մեջ կար Եղավյանը, Հրանտ Եղավյանը, եւ մյուս կողմերով քաջերի Աբստամբուլյան մեջ կար Մարոն Աղասին եւ մնալ դաշնակցության ամենաբարի կենտրոնականացի լալով քանի Կարոս Սասունեն օրինակ։ Հիմա կենտրոնականը որ եղավ կենտրոնականի մեջ հասել է սամերցելի ամենակարևոր բաները մեկը հարկավ ուսողություն չիրեմիչ ամեն բան կար, բայց ամենակարևորը իրենց մեջը արևդուրի եւ նմանակ դոմարակալության բանն է։ Ինչպես է տրամի ժողովեսա գիտեք որ բանը, որովհետեւ պատկառ բաներուն որ շատ կարողանան իրենց տրամը առանց բանով որ բաժանանալություն դերեն իրենց քաշին, այսինքն դոմարակալ լալով աշակերտ հասցնելով կարող մեկ մասը։ Ուրեմն բանը 10% Աշոտ Բոյաջյանը, Աշոտ Չոբանյանը, Հրաչի Աջարյանը, Միսակ Մեջանելցը, Վահան Թեքյանը, Օրնիկ Չիվտեսարավը եւ ասորս ահագին մարդ եղած եղած է։ Ուրեմն Աշոտ կովը հարկավ թե քիչ առաջի Հրանտ Եղավյանը եւ Մարոն Աղասիչյանը եւ այս կողմի բաներով միասին հարկավ թե կենտրոնականը որոշ չափով շարունակեց իր ճամփան եւ
մինչև այսօր կլա, շատ կարճ լալով, և հիմա մենք իբրև կետրոնականցի այսօր շատ կարևոր բան ունենք։ Մենք մեր դպրոցի մեջ, որ վերջին իմ մանավանդ իմ տարեգիսս կամ 1964-ի և 65-ի շրջանավարտներս, որ 13 հոգի էին, անոնց մեջ են 3 հոգի միայն հոսեն։ 3 հոգի հոսեն, բայց մյուսը 3 հոս չեն դարձել, բայց մենք ունենք ընկերը, որ այս ընկերը շատ կարևոր թեր խախտած է մեր ուշագույթի, որովհետև ինքը հետազոտող անց եղած է, դպրոցի մեջ ինքը տարիներով միջանց կա, որ մեր ընկերս է, շատ սիրելի ընկերս է, ինքը 3 հատ քորձ եղած է, արժանացած վարվետ է, ավերակ տղին և բանի անհետազած աշխարհում է։ Հիմա Ովսեփ Թոքաթը, որ իմ ընկերս է, շատ 1963 իվեր կամ 3 իվեր ընկերս եղած է, մինչև մյակ շատ խարկած և սիրած է միկը և իրեն մասին քիչ ու դեղեցություն դամցեց է, Ովսեփ Թոքաթը ծնած է Թուրքիո մեջ, քղի ջերմակ ձերմեք քղը, որ ամբեկյան լալով նախ և առաջ, և հետո Թոքաթ անունը արած է, 7 տարեկանին նայոք կխախտ է, որից նախ Ուշկիդանի ներսեսյան Գերմանյան նախագրթարանը, ապա կենտրոնական աշխարհային վարժարանը ավարտել է և բարձրակույն ուսումով կստանա իբրև տնտեսագետ։ 1985-ին գողագից սրտային երկու թվակներում և կհաստատվեց Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, ուր կհիմնե իր անձնական գործարանը, վարած է աշխարհային հասարակական գործունեության երկար տարիներ, իր ծառայությունը բերելով Բորսայի միությանայնական և բարեգործական ընդհանուր միության շրջանային վարչության, ունիկ հաշմանդամ երեխաներու վարչական միության և այլ կազմակերպություններով։ 2004-ին հայ դպրոցներու և եկեղեցու երկար տարիներով և իր նվիրումին համար ամենայն հայոց կաթողիկոս քաղաքի երկրորդի կողմէ գյուղապետարանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի շիքանշանով։ 2005-ին կհրատարակվի իր հեղինակած հայ արձակագործ վարպետներ հաջորդ հայերեն և անկերեն լեզուներով։ Սույն գործը 2015 կհրատարակվի առանց հրատարակչական կողմէ անկերեն և թուրքերեն լեզուներով։ Հիշյալ հատորիներուն ամբողջ եկամուտը նվիրված է, ինքը նվիրած է Հայաստանի մանկավարժներուն իր հիմնած Վան Ովսեփ և Ռիթա Թոքաթ բարեգործական հիմնադրամի միջոցով։ 2007-ին կարգանանա Ֆրիդյոֆ Նանսեն հիմնարկի ոսկյա շքանշանին իր կատարած մարդասիրական աշխատանքներուն համար։ Հայ արձակագործ վարպետներ հաջորդը իր դեսագի մեջ առաջին հրատարակությունը լավուն 2005-ին Հայաստանի մշակութային նախարարության կողմէ կվարձատրվի ոսկյա շքանշանով։ Եվ վերջին օրերուն արդեն իր բանի անհետացած աշխարհը նորեն շնորհանդես եղած է և ինքը արդեն խոսած է իր կերքի մասին և ամակայի իդենտիտետի մասին։ Ովսեփը իմ դասընկերս է և ինքը շատ խոնարհ անձ եղած է միշտ և